Վերջնական պլանավորված այդ օրս չի փոխել։ Այդ չխփի բան չէ։ Ոչ մարդ չլինի։ Շատ լավ է։ Պարոն Հարունյան, այդ ձեր դիրքորոշումն եմ ուզում լսել Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի առաջի երրորդ կետերի մեկնաբանման կապակցությամբ հաշվի առնելով, որ սնկարագայում դատապարտված մեղադրյալի խափան միջոցի փոփոխման մասին։ Իսկ համակարծիք չէր, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետի հիմքը փոխվել է եւ սկսում է արդեն գործել 27-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետը այս հարցի հետ կապված ու նաեւ դրա համատեքստում 110 քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը այնքանով որքանով վերաբերել է։ Հասկացա։ Պարոն Զորաբյանի նկատառում է հարցի չեզոքացմաններ հենց ուղղված, բացարձակ կանոնից չէ, առաջին աջանի դատադաշերը չէ, այսպես ասած ցամա, ուժի մեջ չի մտել, եւ հակառակը դատարանի նման մեկնաբանելով մենք ուզած փաստում ենք, որ Սրբազանն արդեն պատիժ է կրում։ Հիմա պատժի կրման ռեժիմի մեջ է, բայց դա այդպես չէ։ Սրբազանը խափանման միջոցի կրման ռեժիմի մեջ է։ Եվ դրա համար կալանք դրանց դրա համար շեշտեցի։ Չի նշանակում, որ դատավերջից հետո վերջ ժամկետ կարող է հոսել մինչև վերաքննիչացիան, այստեղ մենք հենց հավաստիացումներ ենք այսպես ասած նշмарում, որ կարող է հակառակ որոշումն ենք կայացնում, վճռաբեկ կայացան, միգուցե դուք վաղը գործը դեկանեք ուղարկեք առաջացան նոր քննության, ամենևին պատժի կրման ռեժիմի հետ կապ չունենք, սա քրեական վարույթ է, խափանման միջոցը քրեական վարույթի անվտանգության խնդիր է լուծում, այս պահին դրանից դուրս չենք կարող Կարելի է հարցի ձեր պատասխանատուն։ Հակառակ դատան ճիշտ հասկացա, որ դուք հետևյալ ձևակերպման մասն եք խոսում, անձին իրավասու դատարանը դատապարտել անձն կատարելու համար։ Այս ձևակերպումը Հիմքի մասին է խոսում։ Անազատության մեջ Հակառակ դատարան իմ անձնական կարծիքով սա չի կարող վերաբերել օրինական ուժի մեջ չմտած դատավճիռ։ Հակառակ պարագայում օրենսգիրը ձեզ չէր կարող վերաբերական լիազորել, որ դատաքննության նշանակում է նաև խափանման միջոցի հարցում լինել։ Ուրեմն հաջողությամբ դուք կարող եք կանոնավորված անձին ազատ արձակել։ Եվ այստեղ ասում է անձին իրավասու դատանը դատապարտել է հանցանք կատարելու համար։ Այս տողից էլ հետևում է, որ այստեղ կարող է պատիժը կրելուն ուղղված ազատությունից զրկելու հիմքի մասին է խոսքը։ Ոչ թե նրա որոշակի վարքագիծը պահելու եւ նրան համապատասխան պայմաններին համապատասխանեցնելու համար, նրա վարքագիծը։ Այս կետը տվյալ դեպքում իրավելի չի, որովհետեւ չի կարող անմիջական կանխավարկածի սկզբունքի ներքո այս կետը հասկանալ, որ սա վերաբերում է օրինական ուժի մեջ չմտած դատավճռով դատապարտման։ Հակառակ դեպքում խախտվի անմիջական կանխավարկածը։ Պատվաժան դատարան, ես ուզում եմ մի քիչ ավելի հետևից տալ, ուրեմն քրեական դատավարության օրենսգրքի 119 հոդվածի 4 մասը սահմանում է։ Դատական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում 3 ամսից ոչ ավելի ժամկետով։ Հիմա տեսեք, այն խափանման միջոցը Հաշվի առնելով, որ աշխատանքային օրվա ավարտ է եւ ժամը 11:07 րոպեի կողմերը միշտ դիրքորոշում ունեն, իսկ շարունակելու առնվազն այս հարցի կապակցությամբ կողմերի դիրքորոշումները լսելու հետ կապված։ Հարցի մասով այո։ Հաշվի առնելով, որ խափանման միջոցի անազատության վերաբերյալ հարցեր քննարկում, Մեղադրանքի կողմը հայտնի դիրքորոշում։ Ասացիք չունենք։
Ուրեմն նորից կարդամ 118-19 հոդվածի 4 մասն է, ինչ ասում, դատարանական վարույթում կալանքը կարող է կիրառվել կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում 3 ամսից ոչ ավելի ժամկետով։ Սա ընդհանուր կանոնն է դատական վարույթում, այսինքն դատական քննության փուլում գտնվող գործերի ընդհանրապես, այսինքն որևէ այլ ժամկետ իրական դատավարությունը չի նախատեսում դատական վարույթի համար, միայն նախաքննության համար է սահմանում 2 ամսեր։ Հիմա ինչ ունենք այս պահին։ Մենք ունենք հոկտեմբերի 3-ին ուժի մեջ այսինքն կայացված դատավճիռ, որով փաստացի խափանման միջոցը, այսպես ասած, երկարացվել է։ Հիմա հոկտեմբերի 3-ից առնվազն 3 ամսից ավելին էլ անցել է։ Մենք նույնիսկ կարող ենք փաստել, որ հունվարի 3-ից հետո Սրբազանի կալանքի հարցը ընդհանրապես չի քննարկվել։ Այսինքն նա գտնվել է կալանքի տակ, անազատության մեջ, 3 ամսից ավել ժամկետով եւ այդ հարցը որևէ դատարան քննության չի ենթարկել։ Հիմա դա ինչի համար եմ ասում։ Սա ընդհանուր կանոն է։ Այս կանոնի նպատակը նա է, որ որևէ անձ չմնա անազատության մեջ տևական ժամանակ եւ պետությունը պարտավորություն ունենա պարբերաբար քննարկի կալանքի հարցը։ Հիմա նույնը նաև կիրառելի է բնականաբար եւ պետք է կիրառվի վերաքննիչ դատարանի համար, որովհետեւ չի կարող որևէ ատյանում դատական կամ անձը մնալ անազատության մեջ առանց հիմքերի։ Հիմա եթե դա պետությունը գտել է, որ նույնիսկ վերաքննիչ դատարանի բոլոր դատական ատյաններում անձի խափանման միջոցի հարցը, հատկապես կալանքի հարցը պետք է պարբերաբար քննարկվի, դա նշանակում է, որ եթե քննարկվում, ուրեմն կարա նաև վերացվի։ Հետևաբար չի կարող այնպիսի մեկնաբանություն տեղ ունենալ, որ դարձնի այդ գործողությունը կամ այդ դատավարական գործողությունը աննպատակ։ Հետևաբար անպիտան կդառնա դա, կդառնա ձևական։ Ուստի չի կարող երբևէ այնպիսի մեկնաբանություն տեղ ունենալ, որ խափանման միջոցը չի կարող փոփոխվել, քանի որ արդեն իսկ կայացված է դատավճիռ ազատազրկման ձևով։ Ավելին, հակառակը, ինչպես գիտեք, այն հոդվածը քրեական անձնիկի, որով մեղադրվում է սրբազանը, նախատեսում է նաև կուրանքի ձևով պատիժ։ Հիմա կարակ օրինակ պաշտպանական կողմի մոտ տպավորություն եւ համոզում ձևավորվել, որ եթե կալանքի ժամկետը երկարացվի, կնշանակի, որ նաև դատարանը կանխական վերաքննիչ դատարանը հատկապես կանխական մոտեցում ունի ազատազրկման ձևով պատժի եւ ընդհանրապես արդարացման, այսպես ակտ չակնկալ է դատարանից։ Առնվազն այդ մտավախությունները եւ այդ մտածումները բնականաբար կունենան։ Եվ երրորդ բանը, որ ուզում եմ ասել, որ ընդհանրապես քրեական օրենսգրքով սահմանված պատժի նպատակը եւ խափանման միջոցի նպատակները բոլորովին տարբեր են։ Հիմա եթե մենք սրբազանին պահում ենք կալանքի տակ, բացառապես նրա համար, որովհետև նա կասկածում ենք կամ մտավախություն ունենք, որ նոր հանցագործություն կկատարի, դա նույնանում է պատժի նպատակների հետ։ Այսինքն մենք փորձում ենք քրեական օրենսգրքով սահմանված պատժի նպատակներից մեկի, մասնավորապես հանցագործությունները կանխելու նպատակին ծառայեցնել խափանման միջոցը։ Մինչդեռ խափանման միջոցը նման նպատակ չի կարող ունենալ։ Այս անդամուր իրավիճակը հետևաբար անելի բան է, որ վերաքննիչ դատարանը պարզապես ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է քննության ենթարկել խափանման միջոցի հարցը կալանքը փոխարինելու առումով, ավելին բավականին արդեն անցել է այն ժամանակից, երբ որ դա արդեն պիտի քննարկված լիներ։ Շնորհակալություն, կա այլ դիրքորոշում։ Ես մենք չստացություն եմ խնդրում դատարանից, որովհետև նամակը այդպես է վերջնական դաշտ չեղավ մենք